Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, այս նախագծի ընդունումը պայմանավորված է 2025 թվականի գյուղատնտեսական տարում գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման ապահովման անհրաժեշտությամբ։ Նախ նշեմ, որ ծրագրի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել ոչ միայն էկոնոմիկայի նախարարությունը, այլև կենտրոնական բանկը, գյուղապահովագրության հիմնադրամը եւ Հայաստանում գործունեություն ծավալող ապահովագրական ընկերությունների հետ ենք իհարկե աշխատանք իրականացրել, որովհետեւ մեծ հաշվով հողի վրա իրենք հենց պետք է իրականացնեն այդ ապահովագրությունը։ Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրում արդեն իսկ հայտնի է, սրա մասին խոսել ենք, առաջացել էին մի շարք խնդիրներ, որոնք կապված էին վնասաբերության բարձր մակարդակի, վերահապահովագրական կազմակերպության հայկական շուկայի ելքի եւ KfW կողմից համաֆինանսավորման հետ։ Եվ քանի որ գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում վերահապահովագրական կազմակերպությունը վնասաբերության շատ բարձր մակարդակ է ունեցել եւ դուրս էր եկել հայկական շուկայից, ինչպես 24 թվականին, նախորդ տարի այնպես էլ 25 թվականին գյուղացիական տնտեսությունների ապահովագրությունը հասանելի դարձնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինչպես 24-ին էր իր վրա վերցրել, այնպես էլ այս տարի է իր վրա վերցնում ռիսկերի մեղման մի զգալի մասը։ Այն է, եթե վնասաբերությունը գերազանցի ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարի 200%-ը, ապա կառավարությունը այդ բեռը կվերցնի իր վրա լիացուցիչ մասը, փոխհատուցելով ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 200%-ի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը, այսինքն եթե մինչև 200% եղավ, դա ապահովագրական ընկերությունները իրենց միջոցներով դա կանեն, դրանից ավել կառավարությունը կաջակցի արդեն ապահովագրական ընկերություններին։ Նախագծով նաև առաջարկում ենք շատ մեծ աջակցություն նաև գյուղացիական տնտեսություններին, ոչ միայն ապահովագրական ընկերություններին, մասնավորապես նախկինում ապահովագրավճարի 50-ից 60% էր փոխհատուցվում, հիմա առաջարկում ենք 70-ից 80% սուբսիդավորում, ընդ որում այդ դեպքում նույնիսկ KfW-ն նախկինում KfW-ն մասնաբաժին ուներ, այստեղ նորից կառավարությունը ամբողջովին այդ ծախսերը վերցնում է իր վրա։ Միաժամանակ նշենք, որ վերջին 2 տարում իրականացվող գործընթացները, սա շատ կարևոր է եւ ուզում եմ հատկանշականացնեմ, սրանք ժամանակավոր լուծումներ են եւ կառավարությունը շատ վճռական է տրամադրված հաջորդ տարիների համար համակարգային լուծումներ գտնել, որոնք ոչ միայն ապահովագրության ոլորտին են վերաբերվում, այլ նաև զուգահեռ ենթակառուցվածքների։ Ինչու եմ սա կարևորում, որովհետև եթե հիդրոօթերոթաբանական համակարգը անհրաժեշտ ենթակառուցվածքներով չկարողանանք հասցնել համալրել, իսկ այս տարվա բյուջեում այդպիսի միջոցներ նախատեսված են այդ ուղղությամբ, ապա նորից կշարունակի համակարգի ռիսկայնությունը մնալ, որովհետև իրականում այդ գնահատումները հենց սարքերի միջոցով պետք է լինեն, ոչ թե գնահատողական դատողությունների միջոցով։ Այս պահին ծրագրին մասնակցում են 3 ապահովագրական ընկերություններ՝ Ingo Armenian, Liga Insurance-ը, Silva Insurance-ը, աշխատանքներ ենք տարում, որպեսզի մյուս ընկերությունները եւս հնարավորության դեպքում մասնակցեն։ Որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել ապահովագրվող մշակաբույսերի կազմում, եթե նախորդ տարի ծիրանը եւ խաղողը չէինք ապահովագրում, ապա այս տարի կապահովագրենք, կլինեն մշակաբույսեր, որոնց համար բոլոր ռիսկերը հասանելի չեն լինի, մասնավորապես հացահատիկային մշակաբույսերի համար ցորեն, գարի, վարսակ հասանելի կլինի միայն երաշտի ռիսկից ապահովագրությունը։ 25 թվականին կապահովագրվեն 13 մշակաբույս՝ խաղող, ծիրան, դեղց, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեղ, ցորեն, գարի, վարսակ 4 ռիսկերից՝ կանոնային սրտահարություն, երաշտ, կարոտահարություն եւ հրդեհ։ Հարկ եմ համարում նշել, որ ապահովագրական ընկերությունները ոլորտում արդեն ունեն ձևավորված փորձառություն, որից ելնելով մինչև ապահովագրության պայմանագիր կնքելը առավել հետևողական կլինեն ապահովագրվող տարածքներում տեղազնության իրականացման գործընթացին եւ ապահովագրվող տարածքների ընտրությանը, եւ ուզում եմ սա հատուկ նշել, սա ըստ էության ի օգուտ է մեր տնտեսվարողների, որովհետեւ մեր խնդիրների մի զգալի մասը առաջացել է հենց նման հարցերից, երբ ոչ բարեխիղճ տնտեսվարողների պատճառով ի վերջո բարեխիղճ տնտեսվարողները նաեւ տուժեցին եւ առաջին հերթին տուժեցին։ Թերևս այսքանը, պարոն վարչապետ, մնացածը հարցերի տեսքով կպատասխանեմ։